Անիջան, բարի լույս։ Բարի լույս, ինչպես եք։ Լավ, ուզում եմ շնորհավորել առաջինը, Աստծո մեծ պարգևը, ձեր ծնունդը թող Տերը միշտ օրհնի, շարունակի օրհնել ձեզ, ձեր նորաթուխ ընտանիքը եւ իր առատ օրհնություններով ավելի ու ավելի ջոխացնի, որ միշտ ավելի զգաք Տիրոջ ներկայությունը, Անիջան։ Ամեն Փառք Տիրոջը։ Շնորհակալություն Հայկ ջան, շատ շնորհավորանքների համար, բոլորիցս շատ շնորհակալ եմ եւ Փառք Տիրոջը, որ մենք ունենք այս հնարավորությունը ամեն շաբաթ ունենալ հրաշալի զրույց, հիշել մեր Տիրոջը, հիշել մեր ուսմունքը, վերհիշել եւ սովորել, որովհետեւ ինքը շատ խորն է եւ մենք կարիք ունենք սովորելու եւ երբեք չենք ուզում բաց թողնենք այն հնարավորությունը, որ ունենք ամեն շաբաթ հավաքվենք եւ զրուցենք եւ գիտեմ, որ այսօր հրաշալի թեմա ենք ունենալու, ես անհամբեր սպասում էի, գիտեմ, որ այս թեմայից հետո ավելի ուժեղ թեմա է լինելու, այսինքն մեր թեմաները քանի գնում են, ավելի լրջանում են, ավելի խորանում են եւ պիտի շատ ուշադիր լինենք, որովհետեւ հերթականություն գոյություն ունի, ինչպես ես հասկացա, այսօրվա թեմայից է կախված մեր հաջորդ թեման։ Եթե մենք սա ճիշտ հասկանանք, չէ, այն մեկը ավելի լավ կհասկանանք։ Եվ Հայկ ջան, համակ ուշադրությամբ լսում ենք ձեզ, ինչի մասին ենք այսօր խոսելու։ Շնորհակալ եմ Անիջան, նախ որոշել էինք ի սկզբանե խոսել Քրիստոսաբանության մասին, որը ավելի պարզ բառերով թե ով է Քրիստոս։ Որ կարևորագույն հարցն է կյանքի, բայց մտածեցինք, որ միջև Քրիստոսին անցնելը, որը որ լուրջ թեմա է, պետք է նաև նախնական պատկերացում ունենանք երրորդության։ Եվ այսօր Աստծո կամոք պիտի խոսենք երրորդության մասին, նախնական, ներածական այսպես, որտեղ ինքը ավելի խոր թեմա է խորքի մեջ, երրորդությունը անբացատրելի է իր էությամբ, բայց մեր մարդկային կարողությամբ մեր հայրերը ժամանակի ընթացքում, դարերի ընթացքում փորձել են հիմնվելով Սուրբ Գրքի Աստծո հայտնության վրա փորձել են մեկնել, հիմա մենք պիտի փորձենք այս ներածականը անել, որից հետո Աստծո կամոք արդեն կոնկրետ Քրիստոսաբանության վրա կկենտրոնանանք, ինչու, որովհետև ոչ թե երրորդությունը բաժանող հանգամանք հանդիսացավ եկեղեցու, այլ Քրիստոսի մասին ուսմունքը, որ Քաղկեդոնով սկսեց, ու քանի որ ձեզ բազում հարցեր էին տվել Քաղկեդոնի մասին, ժողովի մասին, որ 451 թվականի հոկտեմբեր ամսվան տեղի ունեցավ հիմնականում, ուրեմն այս մասին ենք խոսելու, սովորեմ երրորդություն, որի անձանցից մեկ անշուշտ մեր Տերն ու Փրկիչն է Հիսուս Քրիստոս, ու Հիսուս Քրիստոսի մասին արդեն կսկսենք խոսել, ինչ կարծիքներ կային, ինչպես զարգացան եւ ինչպես ի վերջո նաեւ սկսեցինք շեղվել, ի նկատի ունեմ որոշ անձինք եւ մեր եկեղեցին Փառք Աստծո կարողացավ պահպանել են անաղարտն ու մաքրամաքուրը, որ մեր առաքյալները մեզ էին փոխանցել, ու այս ամենը փորձենք փաստերով ներկայացնել։ Հետաքրքիր է, երբ ես միշտ շեշտում եմ Քաղկեդոն, դուք մեկը ասում եք Քրիստոսաբանություն։ Ես հա ասում եմ Քաղկեդոն կամ Նիկիա, դուք ասում եք հավատամք, Քրիստոսաբանություն։ Եվ հետաքրքիր է, որ անունը դրել են Քաղկեդոն, որովհետև Քաղկեդոնում է եղել խոսակցությունը, բայց իրական խոսակցությունը, իմաստը, թեման փաստորեն Քրիստոսաբանությունն է եղել եւ Նիկիայինն էլ հավատամքն է, թե մենք ում ենք հավատում, մեր դավանությունը։ Այսինքն հետաքրքիր է, քաղաքների անուններով է նշված, բայց ինքը Քրիստոսաբանության մասին է եւ մեր դավանանքի մասին է։ Այս դրա մասին կուզեմ, որ մարդիկ երբ որ լսում են Քաղկեդոն, միգուցե մտածում են պատմական շրջան, հա, Քաղկեդոնը, իրականում պատմական շրջան է, բայց իմաստային ինքը փաստորեն Քրիստոսաբանություն է, ինչպես ենք մեր եկեղեցին ինչպես է հասկացել, թե ով է Քրիստոսը որպես Աստված եւ որպես մարդ, չէ՞։ Եվ այդտեղից էլ սկսվել են ինչ որ անհամաձայնություններ, իսկ Նիկիայինը, որ անցյալ շաբաթ խոսեցինք, փաստորեն մեր դավանանքի մասին էր, որ մենք մնացինք Նիկիայի մեջ եւ ամենամաքուրը մերն է, որ մենք պահեցինք հենց ամենասկզբից ընդունված դավանանքը։ Տեսեք, ուղղակի փոքրիկ հստակեցում, Նիկեական հանգանակի մասին խոսեցինք, այնքան հետաքրքիր էր, որովհետև ինքը խորքի մեջ երրորդություն է խոսում։ Հավատամքի մի Աստվածի Հայրն ամենակալ, հետո Որդուն ենք հավատում, հետո Սուրբ Հոգուն ենք հավատում, հետո եկեղեցուն ու վախճանաբանությանը։ Խորքի մեջ երրորդությունն է բնութագրում։ Այսինքն այն ինչի մասին, որ միշտ խնդիրներ են փորձել եղել։ Ընդհանրապես Աստծո մասին միշտ տարբեր կարծիքներ կան։ Հիմա էլ այսօր էլ գնանք դուրս,
ամեն մեկը իր կարծիքը կարող է ունենալ, ու որպեսզի մենք ունենանք այն կարծիքը, որ Քրիստոս փոխանցեց առաքյալներին ու պահեցին, պիտի ուրեմն ընդհանուր հասկանանք ինչա հավատամքը։ Իսկ ինչու ենք ասում քրիստոսաբանություն, այսինքն ուսմունք Քրիստոսի մասին, որովհետև Քաղկեդոնում չէ որ որոշվում էր։ Քրիստոսի մասին ուսմունքը արդեն առաջի դարերից Քրիստոսի ժամանակվանից է։ Եվ այդ հարցադրումը, որ Քրիստոս տվեց, հենց այդտեղից է սկսում։ Մարդիկ ինչ են ասում, ով եմ ես, դուք ինչ եք ասում, ով եմ ես։ Այդ ով եմ եսի գաղափարն է, որը որ 400 տարի խմորվում էր։ Իսկ ինչու ինքը ավելի էսպես ծայրահեղացավ, որովհետև մի քանի անձինք կային, Դիոդոր Տարսոնացի, Թեոդորետ Մապսուեստացի, սրանց մասին կխոսենք, որոնք 300-ականների վերջերին ծայրահեղ մտայնություն բերեցին ու հետագայում երբ որ ունեցան շատ մեծ մի պաշտոնյա, այսպես կոչված տիեզերական մայրաքաղաքի Պոլիսի պատրիարք Նեստորը, ինքը այդ ուսմունքը առաջերեց, պաշտի պաշտոն է։ Եվ այդտեղ էր, որ արդեն իսկ 300-ականներին սկսեցին այս խնդիրները, դրա համար երրորդ տիեզերաժողովը գումարվեց 431 թիվ, մեկ հատ նորից ժողով գումարվեց, որ տիեզերական պետք է լիներ 449 թիվ Եփեսոս երկրորդը, հետո նոր 451-ին Քաղկեդոն։ Այսինքն ինքը մոտավորապես մի 60-70 տարվա կոնկրետ հարցեր, որը որ անընդհատ խմորվում էր, ուրեմն պիտի այդ նախկինը հասկանանք, ինչ եղավ, այս մարդիկ ովքեր էին, ինչպես մտան, ինչ ուսմունք բերեցին եւ ինչպես եկեղեցին փորձեց պաշտպանվել իր սրբերով, իր մեծերով, այս դեպքում Գյուրեղ Ալեքսանդրացով, նաեւ որ կարողացանք պահել այն, ինչ որ մտել էին, որ մեզ շեղեին, բայց շեղումը կատարվեց, հետագայում նաեւ քաղաքական առումներով այս մասին էլ փաստացի ունենք եւ գնանք առաջ։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ հայ մարդը, քանի որ այս մասին չգիտի, եւ իրան միշտ ասել են, որ հայերը սխալ են, լինի ռուսները, վրացիները, հույները, կաթոլիկները։ Մենք սկսել ենք հավատալ դրան։ Եվ շատ կարևոր է, որ մենք մեկ հատ մերը ճանաչենք, հետո նոր կարծիք կազմենք ու այն անգամ նախորդ անգամ կհիշեք, ձեզ ցույց տվեցի հետևից այս ցանկը, որտեղ կարմիր մասերը կան այն կողմնա եւ Քաղկեդոնի ատենագրություններն են, կոնկրետ ժողովի գրություններն են, որ կատարված են ժողովի ժամանակ եւ դրանք հայերը չէ որ պահել են, այլ պահել են հիմնականում ուղղափառները ժամանակի, հույները, որ թարգմանված է ռուսերեն, անգլերեն, եւ այս երկու տարբերակ ունեմ, ռուսերեն եւ անգլերեն։ Եվ այդտեղ ավելի լավ է սկսում տեսնել, հասկանալ ու նաեւ անկեղծ ասած իմ տպավորությունը ամենակարևոր սկսում ես փառք տալ Աստծուն, որ ունեցել ես նման մեծեր, նման ազնիվ ու ամենակարևորը հավատարիմ ծառաներ Քրիստոսի, մեր ազգի մեծերն ու սրբերը, ովքեր մի տառ անգամ չեն թույլ տվել, որ փոխվի մեր հավատի մեջ։ Վաու։ Եվ քանի որ հիմա պիտի խոսենք քրիստոսաբանությունն էր մեր հիմնական թեման, բայց երրորդությունը շատ կարևոր է։ Առանց երրորդության քրիստոսաբանություն չկա։ Խորքի մեջ նիկեական ժողովը, որ առաջի տիեզերաժողովն էր, երրորդության մասին էր։ Ու դրա համար եթե նկատեցիք նիկեական հանգանակը ինքնին երրորդության մասին է նորից, ինչպես որ ասացի։ Ու երրորդությունը ինքնին տարբեր բան չի Աստծուց։ Երբեմն մենք տարբեր ենք հասկանում, ամենասուրբ երրորդություն ենք ասում, ուրիշ բան ենք հասկանում, Աստված ենք ասում, ուրիշ բան ենք հասկանում։ Ուզում ենք հասկանալ հիմա իբրև քրիստոնյա, որ քրիստոնյայի համար ամենասուրբ երրորդությունը դա Աստվածն է, բացահայտված Աստվածն է, որը որ շատ կարևոր է որ հասկանանք։ Ինչու եմ սա ասում, սա մի քիչ թեման մի փոքրիկ շեղում եմ, բայց մեր իրականության մեջ ցավոք սրտի մտել է։ Օրինակ, չգիտեմ, եթե գնաք ամերիկյան եկեղեցիներ, այնտեղ կտեսնեք Holy Trinity Church, ամենասուրբ երրորդություն անունը կրող եկեղեցի։ Եվ նորմալ է, ու ցավոք սրտի սա նաև մեր մեջ է մտել։ Բայց եթե մեկին ասես գնաս եկեղեցու անունը լինի Աստված, տարօրինակ կընչի, արդեն Աստծո եկեղեցին, Աստծո անունը չես դնում եկեղեցու, բոլորն են Աստծո։ ಸೊ այս ընկալումը կա, որը որ վերջի շրջանի սխալ ընկալումը, ազդեցությունը արևմտյան մտայնությունից, որ եկեղեցու անունը անգամ կարող են երրորդություն դնել։ Երրորդությունն ինքնին արդեն Աստված է, իր անունը չես դնում, եւ մեր պատմության մեջ նման դեպքեր չեն եղել, միջև այս վերջի դարաշրջանն է։ So ուրեմն հասկանանք, որ ամենակարևորը, որ Աստծո մասին ենք խոսում, ով է Աստված։ Եվ սա կարևորագույն հարցադրումն է, որովհետեւ մարդու կյանքը սկսում է Աստծո հետ հարաբերվելով։
Եվ դրա համար ես միշտ այս օրինակն եմ բերում ու դրանից եմ ուզում սկսել, որ եթե Աստված իր ճիշտ տեղում չի իմ կյանքում, իմ կյանքը քաոս է լինելու։ Իմ կյանքը չի կարողանալու ճիշտ ընթացք ունենալ։ Ու դրա համար էր, որ Տասնաբանյայի մեջ Աստված առաջի պատվիրանը, որ տվեց, հետևյալն էր. ես եմ քո Տեր Աստվածը։ Տեղից ամեն ինչ սկսում, ու դրա համար այս վերջի շրջանում այդ մտքերը կան, որ ինձ էլ շատ հետաքրքիր են, պարզ երկու կոլբա են վերցնում, բանկա են վերցնում եւ ավազ ու քարեր են լցնում։ Հետաքրքիր է, երբ որ ավազն ես լցնում, հետո ավելի մեծ քարերը կոլբայից դուրս է գալիս, չի տեղավորվում։ Բայց երբ որ քարերն ես լցնում, հետո նոր ավազը փակում ես շատ գեղեցիկ կոլբայի մեջ անում եւ այս հետաքրքիր ուսմունքն է, որ շատ տպավորիչ է, որ առաջինը կարևորը դիր քո կյանքում, հետո նոր երկրորդականների մասին մտածի, որովհետեւ եթե միշտ երկրորդականների մասին սկզբից մտածես ու վերջում ուզես կարևորը տեղավորել, չես տեղավորելու կյանքիդ մեջ, նաեւ ուշանալու ես։ Սա դրա համար մեզ դիտողներ, ովքեր որ այն ինձանից սկսած առաջի հերթին միշտ մեզ պիտի հիշեցնենք, որ ամենակարևորը անկյունակարը հիմքը, որի վրա քրիստոնյան կառուցում է իր կյանքը, դա Աստծո ճանաչողությունն է, Աստծո հետ հարաբերությունն է։ Ուրեմն այստեղից ենք սկսում ու ամենասուրբ երրորդությունը տանում է այստեղ ու հետաքրքրորեն Աստված, եթե մենք մեզ հավատացյալ ենք կարծում, այսինքն հավատում ենք, որ Աստված կա, մենք հասկանում ենք, որ Աստված մեզանից վեր է ու ամենակարևորը մեր հարաբերությունը որոշակի ձև պիտի ընթանա։ Նախ եւ առաջ ես պիտի ճանաչեմ։ Հիմա Աստծո հետ հարաբերությունը մարդու կյանքում ինտիմ է, շատ անհատական է։ Պարզ օրինակ բերեմ, երբ որ ուզում ես աղոթել, առանձնանում ես, չես գնում բոլորի մեջ ու փորձում աղոթել, որտեվ սա շատ ինտիմ ու առանձնական է, հարաբերություն է, իսկ այդ հարաբերությունը մշակելու համար դի ճանաչես այդ էակին, անձին, մենք կոչում ենք Աստծուն անձ, երեք անձ, մեկ բնություն, հիմա այդտեղ գալու եմ։ So այս դեպքում ինչու է սա կարևոր, որ այդ ճանաչողությունը Աստված ինքն է մեզ տալիս, որ մենք սկսենք իրեն ճանաչել։ Ու ճանաչողության ձևերը տարբեր են։ Բնության մեջ է ասում Հռոմեացիսի մեջ, որ կարող ենք արարչագործության մեջ տեսնել այս ամեն հրաշքը իրեն ճանաչել։ Մեր բարոյականության ներկայության մեջ չարը բարուց տարբերելու, լավը վատից, խեղճի գաղափար բազում են։ Մենք այս մասին նույնիսկ խոսել ենք, բայց ներողություն, ամենակարևոր միջոցը, որ Աստված ինքն է իրան բացահայտում։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, 5 կտակարանում Աստված իրեն բացահայտում էր անուններով, որոնք որ իր մասին էին խոսում, թե ինքը ով է։ Ինքը Էլոհիմն է, ինքը Սաբաոֆտն է, ինքը Էլշաթան է, ինքը Յահվեն է, եւ սրանք բոլորը անուններ էին, որ նշանակում էր ես եմ որը, ես եմ հզորը, ես եմ արարիչը եւ այլն։ Այսինքն փորձում էր մարդուն հասկացնել, որ մեկն է եւ այդ մեկը ունի նման հատկություն։ Բայց այստեղ գալիս ենք հիմա մեր թեմային, որ արդեն նոր կտակարանում Աստված իրեն ամբողջությամբ բացահայտեց։ Եվ այդ ամբողջությամբ բացահայտումը տեղի ունեցավ մի շատ կարևոր օր, մեր Տիրոջ ու Փրկչի Հիսուս Քրիստոսի մկրտության օրը, որը որ մենք նույնիսկ նաև շատ հին եկեղեցիներ կոչում են աստվածահայտնություն։ Theophany, աստվածահայտնություն, այդ օրը Աստված իրեն վերջնականապես հայտնեց, երբ որդին մկրտվում էր, երբ Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ եւ երբ հայրը վկայեց։ Եվ այստեղից մենք տեսնում ենք, որ Աստված իր ամբողջությամբ այն ինչ որ ինքն էր, ու ինչ որ մենք հետ 5 կտակարանում պիտի տեսնենք, որ ծածկված էր, բացահայտեց եւ մարդիկ տեսան, ու ասեմ ավելին, ոչ միայն մարդիկ տեսան, այլ նաեւ հրեշտակները չգիտեին դա, որտեղ սա խորհուրդ էր մեծագույն։ Եվ դրա համար ենք ասում, որ անգամ չարը, որ լինելով ժամանակին հրեշտակ, ինքն էլ չուներ այս գիտակցությունը, թե ում հետ գործում է, այս դեպքում Աստծո հետ, մարդացած Աստծո հետ, Հիսուս Քրիստոսի հետ։ Ուրեմն այս բացահայտումը մեծագույն բացահայտումն էր մարդկության պատմության մեջ, որ կատարվեց Սուրբ Մկրտության օրը, ու դրա համար ենք մենք այն նաև կոչում, մի քանի իմաստներ կան, բայց մեկն էլ հենց սա է, որ Աստվածահայտնություն, Աստված իրեն բացահայտեց։ Հիմա պաստորին բացահայտվեց ու տեսանք, որ Աստված Հայր է, Որդի է եւ Սուրբ Հոգի է։ Բնականաբար մարդու կյանքում շատ դժվար է լինելու մեկին Աստված տեսնել, մանավանդ եթե մի Աստված ես հավատում։ Եթե հեթանոսային հեշտ էր,
Հիմա էլ օրինակ կտեսնեք, որ շատերը կան, օրինակ հինդուների մեջ, որ ասում են, ես խնդիր չունեմ Հիսուսին Աստված տեսնեմ։ Հիսուսը մեր բազմահազար կամ բազմամիլիոն աստվածներից մեկը կարա լինի, դա խնդիր չի։ Հեթանոսի մտայնության համար դա նորմալ է։ Իրանց օրինակ հին հունական դիցաբանության մեջ էլ կար, չէ՞, Զևսը մարդ էր դառնում, գալիս էր եւ այլն, Պոսեյդոն, բայց հրեական իրականության մեջ, որ մի Աստվածին ենք հավատում, որ Աստված կարա մարդ դառնա ու բնակվի մեր մեջ, այն ինչ որ ասում էր Հովանու Ավետարանը, անկալելի էր։ Ու դրա համար Քրիստոսի երկրավոր կյանք, հիմա որ մենք նաև սերտում ենք Մարկոսի Ավետարանը, աստիճանաբար հրեայի աչքերը բացում էր, որ ես այդ նույն Աստվածն եմ։ Իսկ դրա լավագույն փաստը մենք տեսնում ենք Հովանու Ավետարանի մեջ։ Եթե մեկը ուզում է երրորդությունը ու Քրիստոսին լավ ճանաչի, բացի ես որ Քաղկեդոն եւ այլն, Հովանու Ավետարանը պիտի կարդա, բայց խորը։ Իսկ ի՞նչն է խնդիրը, որ եվրեյները ոչ մի կերպ չեն կարողանում ընկալեն Աստծո մարդանալ եւ գալը։ Աստված մինչեւ իր գալը ասելա, որ ես երբեք չեմ մարդանա։ Ի՞նչն է պատճառը, որ եվրեյը չի կարողանում ընկալի եւ հավատա, ոնց որ մենք հեթանոսներս հավատացինք, որ Աստված կարա մարդանա։ Այսինքն ժամանակին եվրեյների համար մենակ բացահայտված է եղել Հայր Աստվածը եւ բայց խոստում եղել է, որ կգա փրկիչ, բայց նրանց մոտ ու նրանց մենտալիտետի մեջ երբեք չի եղել նման բան, որ Աստված կմարթանա եւ մեր մեջ կքայլի։ Եվ երբ որ եկավ Աստված եւ ասեց ես ձեր Աստված եմ եւ ձեր մեջ քայլում եմ, իրանք չկարողացան դա ընդունեն, որտեվ ասեցին անհնար է, որ Աստված մարտանա եւ մեր մեջ։ Այ ինչի Աստծո ընտրյալ ժողովուրդը ճանաչելով Հայր Աստծուն, ինչ որտեղ, չէ, մեզանից լավ, չկարողացան ընդունել, որ այդ հզոր Աստված կարա մարտանա։ Որովհետև Քրիստոսի բառերը հիշեցնեմ հին էին։ Հին էին, դրա համար կհիշեք նոր տիկերի մեջ չկա։ Այո, սա շատ հստակ է, սա ալեգորիա չի, սա խորքային է, ասենք շատ ավելի խորքային է, որ հասկանանք, որ դու պիտի վերափոխվես, դու պիտի Սուրբ Հոգով վերստին ծնվես, դու պիտի հոգևոր մարդ դառնաս։ Դրա համար ամբողջ Սուրբ Պողոս առաքյալ օրինակ, եթե վերցնենք միայն Գաղատացից, դեռ չասեմ Հռոմեացից թուղթը, որ բողոքականները սխալ են ընկալում, ամբողջ այս թղթերը խոսում են հին օրենքի, Մովսեսի օրենքի թերի լինելու մասին, որ օրենքով չես արդարանալու, ոչ թե գործերով, այլ օրենքի գործերով ու կոնկրետ օրենքով, այլ հավատքով պիտի լինես։ Դրա համար Քրիստոս բերում էր ներողություն Պողոս առաքյալը բերում էր այն միտքը, որ հավատը առաջ է օրենքից, իսկ հավատի կոնկրետ խորհրդանիշը Աբրահամն էր, որ օրենքից առաջ էր, Մովսեսից առաջ էր Աբրահամը։ Իսկ օրենքը Մովսեսով էր տրվում ու դրա համար էր ասում գնանք ավելի մաքուրը դեպի հավատը, ոչ թե օրենքը, որովհետև օրենքը սկզբում հավատներ, հետո նոր օրենքը, այո, եւ դա է դարձավ հավատք։ Դա է ինքը անընդհատ հրեային փորձում ասել, որ գնանք հավատը, ոչ թե օրենքը։ Օրենքը տրվեց, որովհետև մենք ավելի մեղավոր դարձանք ու Աստված արդեն գրեց, որ սենց կապրես։ Իսկ ժամանակին բանավոր էր, հավատի վրա էր իր հարաբերությունը տվել։ Ու Աբրահամը լավագույն օրինակն էր սրա, որ չհասկացանք կամ չկարողացանք դա պահել։ Ուրեմն հին ու նորի գաղափարն է։ Երկրորդը սխալ ընկալումն է։ Դա համար էր Քրիստոս ասում, որ դուք գրքերը չեք հասկանում։ Որովհետև այդ նույն գրքերը բազում անգամ խոսում են, որ Աստված պիտի մարդ դառնա եւ նույնիսկ անունն է տրված Էմանուել։ Աստված մեզ հետ է, պիտի ծնվի, մեր մեջ պիտի գա։ Եվ այս ամբողջը մարգարեական գրականությունը շուրջ 100 Քրիստոսի մասին վկայություն կա, որ ծնվելու է ինքը 5 տակարանում եւ լինելու է Աստվածը, ամենազոր Աստված։ Ինչ որ մենք նաև ամեն անգամ աղոթքի մեջ ասում ենք մեջ բերելով մարգարեություն ու նաև շնորհալու աղոթքը դարձած եւ մեր ազգի աղոթքը դարձած։ Այս էր որ իրանք չկարողացան ընդունել ու դրա համար նաև Քրիստոս եկավ հրաշագործություններ անելու ու նաև ասում էր եթե իմ խոսքերին չեք հավատում գոնե գործերից հավատացեք։ Տեսեք ինչ եմ անում, սա մարդ չի կարող անել, երբեք չի եղել, չի էլ լինելու։ Այսինքն անընդհատ փորձում էր հրեային ցույց տալ առողջ տրամաբանությունը, վերլուծական միտք էր փորձում բերել, բայց իրանք միշտ գնում էին կարճվեին իրենց օրենքի այդ մտայնության մեջ։ Դրա համար փարիսեցին ու օրենսգետը դարձան բացասական էակներ։ Իրանք դե ֆակտո դրական էակներ էին, իրանք Աստծո խոսքը ճանաչող էակներ էին, բայց քանի որ այնքան կարճեցին հնի վրա ու չուզեցին նորը տեսնել, իրանք դարձան բացասական էակներ ու Քրիստոս ամեն ձև փորձում էր իրենց էլ բացել, բայց քանի որ այս մարդիկ արդեն հին էին, դրա համար բերեց նորի գաղափարը, նոր աշակերտներ ընտրեց։
որպեսզի այս մարդիկ նոր կարողանան նոր իրապես ուխտը, դրա համար կոչում ենք նոր ուխտ, նոր կտակարանը կամ նոր ուխտը ընկալել, հասկանալ եւ փոխանցել։ Բացառություն այստեղ քիչ են, մեկն էլ Պողոսն էր, որ հինը գիտեր, բայց նորը տեսավ ու նորը ընտրեց։ So, այս ամբողջը որ ընկալումի հարց կա եւ այսօր չգնանք միայն առաջի դար, այսօր մեր դար գանք, 21-րդ դար գանք։ Շատ-շատերը իրենց քրիստոնյա են կոչում եւ մեր ազգում եւ աշխարհում, բայց իրենք ամենասուրբ երրորդությունը չեն ընդունում։ Նույնիսկ եթե թեորապես միշտ ասել եմ, ընդունում են, գործնականում չեն ընդունում։ Ինչու, որովհետեւ հոգեվոր պիտի դառնաս։ Բացի դրանից, պիտի կարողանաս ճիշտ հայրերի գրականությունը հասկանալ, վերլուծել, ընկալել, որովհետև Քրիստոս ի սկզբանե նույն հրեային ու այսօր մեզ ասում էր, որ այդ գրքերը կարդացեք, որովհետև կարդում եք Հովհաննես Ավետարանի մասին է խոսքը, կարծում եք թե փրկությունը գրքերով է, բայց այդ գրքերն իսկ, այսինքն 5 տականը վկայում է իմ մասին։ Ես ընդեղ եմ։ Եվ դրա համար ուշադրություն դարձնեք, Հովհաննես Ավետարանը հենց այդպես էլ սկսում է։ Սկզբից էր բանը եւ բանն Աստծու մոտ է եւ բանն Աստված էր, ամեն ինչ նրանով եղավ, այսինքն առողջագործությունը, եւ առանց նրա չեղավ ոչինչ, որ ինչ եղել է։ Արարիչն է Քրիստոս։ Եվ այդ դեպքում, երբ որ հարցը տրվում է, որտեղ ենք մենք 5 տակարանում տեսնում, ուզում եմ մի քանի կետեր բերել ու ամենաառաջինը հենց առաջի բառերն են ծննդոցի։ Սկզբից Աստված ստեղծեց։ Եվ եբրայերենով դա այսպես է հնչում. Բերաշիտ բրա Էլոհիմ։ Էլոհիմ բառը վերջավորությունը հոգնակի է։ Բառացի նշանակում է սկզբից ստեղծեց Աստվածները։ Արդեն հոգնակի է։ Եվ կհիշեք, ես նորից ասել եմ, բայց միշտ մեր ունկնդիրները նոր են լինում, որ եբրայերենի քյարականության մեջ կա մի փոքրիկ տարբերություն, որ հայերենում չկա, կա եզակի, որ մեկն է, կա երկակի, որ երկուսն է, եւ կա հոգնակի, որ երկուսից ավել է։ Եվ այստեղ ոչ թե երկակին է, այլ հոգնակին է, որ երկուսից ավելն է։ Եվ այստեղ արդեն առաջի իսկ ծպտված, բայց ոչ ամբողջությամբ բացահայտված ճիշտ էս բառն օգտագործեմ։ Երրորդությունը արդեն ներկա է առաջի իսկ նախադասության մեջ, որ սա արարիչն է, որ իր բայը մեկը ստեղծեց, եզակի դեպքով է, բայց աստվածները հոգնակի, ցույց տալով, որ այդ ստեղծագործողը մեկ աստված է, բայց ունի նաև 3 անձ։ Ու դրա համար, եթե որ ընդունենք, կտեսնենք, որ արդեն իսկ արարչագործության հենց օրը հենց եկեք ստեղծենքը հոգնակիով անորից 3-ի գաղափարն է մարդուն մեր պատկերով եւ նման արդեն հայերենում տենց է ստեղծենք, չէ՞։ Այո, այդեն հետո է գալիս առաջի գլխի 18-րդ կամ 20-երի մեջ է եկենք ստեղծենքը։ Դրանից բացի, եթե ծննդոց 11 ենք գնում, այնտեղ Բաբելոնի աշտարակաշինության պարագանա գալիս, այնտեղ էլ ասում է եկեք իջնենք ու խառնենք այս մարդկանց լեզուները, որովհետև իրենք անշնորհք են։ Ինձ թվացել է հրեշտակներն են դա։ Չէ, հրեշտակների հետ կապ չունի, չի կարող ունենալ, որտեղ այստեղ խոսքը Աստծո մասին է։ Աստծո մասին է։ Okay։ Եվ արդեն իսկ մենք այստեղ տեսնում ենք այդ հարցերը, սակայն այդ 5 տակարանյան դրվագները, որոնք որ բավական հայրեր այս մասին խոսում են, որոնք որ մեզ ընկալում են տալիս, որ Աստված լինելով մեկ նաև երկուսից ավել է, այսինքն երրորդության գաղափարն է գալիս, ինքը վերջնականապես բացահայտվում է, ինչպես որ ասացի, Սուրբ Մկրտության ժամանակ։ Իսկ ամենակարևոր համարներից մեկը այն է, որ երբ որ արդեն Քրիստոսի վերջին պատգամն ենք ընթերցում Մատթեոսի մեջ, 28-րդ գլուխ, դա է, որ հստակ մեզ ասում է, որ ուրան գնացեք աշակերտ դարձրեցեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Այսինքն հստակ է, որ արդեն իր ծրագրի սկզբում, իր առաքելության սկզբում, որ մկրտությունն է, Քրիստոս երրորդությունը բացահայտեց, Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված, իսկ իր ամենավերջում առաքելության, երբ որ արդեն ինքը ասում է ինչ պիտի անեն իր աշակերտները, առաջնահերթորեն մկրտելն է եւ մկրտելն է Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, եւ հայրերը շատ հստակ են, նորից քերականությունը կարեւոր է, ոչ թե Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անուններով, որտեղ տրամաբանորեն այդպես է, 3 անձ է տալիս եւ պիտի ուրեմն անուններով լինի, այլ մեկ անունով, բայց 3-ն են։
Եվ այստեղ էլ մենք հասկանում ենք, որ խոսքը երրորդության մասին է, եւ այս երրորդությունը ի սկզբանե արդեն աստվածային մեծագույն բացահայտումն էր, եւ Աստված ինքը ուզեց, որ երրորդության անունով մկրտվենք։ Եվ դրանից հետո ես ուզում եմ մի քանի համար եմ բերել Անիջան, որտեղ ուզում եմ տեսնենք, թե ինչպես է երրորդությունը արկա Սուրբ Գրքի մեջ։ Որտեղ շատ կարևոր է, որտեղ հաճախ ասում են երրորդությունը Սուրբ Գրքում շատ քիչ է։ Բայց ինքը համբել շատ այդ արտահայտությունը չկա, չէ՞ Հայկ։ Սուրբ երրորդություն, արտահայտություն Աստվածաշնչում չկա։ Չէ, երրորդություն իբրև եզր չկա, երկրորդ դարից է գալիս, բայց արդեն իսկ միտքը շատ հստակ է։ Այսինքն այդ շարունակությունը Աստված թողել է մեզ։ Այո, որ հասկանանք, որ Աստված եռամիասնություն է։ Հենց այս բառը, ու դրա համար նույնիսկ եթե կհիշեք եկեղեցու առաջի հիմնադրման օրը, որ հոգեգալուստն էր, երբ որ Պետրոս առաքյալը սկսեց խոսել եւ ասում է 3000 հոգի մկրտվեցին ու դարձան քրիստոնյա, հենց իր առաջի իսկ քարոզի մեջ հոգեգալուստի օրը երրորդությունը արդեն նշվում է։ Եվ այստեղ ուզում եմ ընթերցել Գործք 2-ի մեջ, որ ասում է այս Հիսուսն է, որ Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք Աստծո աջ ձեռքով բարձրանալով Սուրբ Հոգու խոստումը ընդունելով։ Հիսուս, Աստված, Սուրբ Հոգու խոստում։ Շատ հստակ է։ Առաջի Կորինթացիի մեջ Աստված ասելով Հայր Աստծուն։ Իմ նկատի ունի Հորը։ Երբեմն սա Հայր են ասում, երբեմն Աստված են ասում։ Կտեսնենք, երկուսն էլ կա։ Թեև կան ասմաշնորհների զանազանություններ առաջի Կորինթացիի մեջ է 12, բայց պարգևող Հոգին նույնն է։ Հոգին։ Թեև կան զանազան պաշտոններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառան։ Տեր, երբ որ ասում ենք, հաճախ նկատի ունենք Քրիստոսին։ Թեև կան գործելու զանազան կարողություններ, բայց նույնն է Աստված, որ գործում է ամեն բանի մեջ ամենքի հետ։ Ինչ է դուրս գալիս Հոգի, Որդի, Հայր, որը այս դեպքում Հոգի, Տեր եւ Աստված գաղափարն առաջի Կորինթացիի մեջ։ Նույն Կորինթացիի վերջի հատվածը շատ հստակ է, այնքան ինքը խոսում է, որ ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր հետ լինեն, ամեն։ Նորից տեսեք երրորդությունը, օրհնությունը, որը նաև այստեղ կոչում ենք benediction, հենց օրհնություն, վերջի օրհնության խոսքը երրորդության անունով է կատարում, որը շատ կարևոր է։ Գաղատացիս 4-ի մեջ, որ ասում է, որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որը աղաղակում է Աբբա Հայր։ Որդու Հոգին նույն Սուրբ Հոգին է։ Իսկ առաջի այսանք բոլորը Պողոս առաքյալն են։ Հիմա Պետրոսն է, տեսեք ինչ ասում առաջի Պետրոսի մեջ, երբ որ ասում է ընտրյալներդ ըստ Հայր Աստծո կանխագիտության, Հոգու սրբագործումով հնազանդվելու համար Հիսուս Քրիստոսին եւ սրբագործվելու նրա արյան հեղումով։ Դա էլ բացումն է։ Երբեմն կամ բացումն են երրորդության անունով անում, կամ փակումը նամակի, բայց շատ հստակ է, որ արդեն իսկ առաքյալները, այն մարդիկ, ովքեր Քրիստոսի անմիջական ներկայության մեջ էին, հասկացան, որ երրորդությամբ պիտի խոսվի, որ երրորդությունն է։ Եվ այստեղ արդեն ուրեմն ինչն է շատ կարևոր, որ գոնե հասկանանք, որ երրորդությունը Սուրբ գրային ու ամենասկզբից է, որ Աստված է տվել մեզ։ Բայց օրինակ Նիկեական ժողովում ընդունում էր անգամ Արիոսը, որն էր խնդիր հարուցել, որ օքեյ, ես երրորդությունը ընդունում եմ։ Բայց այդ երրորդությունը ինքը ուրիշ ձև էր ընդունում, որ Հայրը բարձրն է, Որդին ցածրն է, Սուրբ Հոգին Որդուց ցածր է։ Առաջի, երկրորդ, երրորդ տեղեր էր Արիոսը։ Եվ հիմա այստեղ է գալիս, որ մի բան է երրորդությունը ընդունենք, որ կա, որ Սուրբ գրային է, որ Աստված է բացահայտել մեզ։ Մի բան է, որ նաև ճիշտ հասկանանք երրորդություն ասելով ինչի նկատի ունենք։ Որտեւ ինչ շատ անգամ ասում են բողոքականներն էլ են ընդունում երրորդություն եւ որ Քրիստոս Աստված է, ասում են մեծ քիչ է փաստորեն իրաց ընդունելը։ Նույն Արիոսի ձևն են ասում։ Մոտենում եմ, սենց են աղոթում, Հայր Աստված, մոտենում են քեզ Քրիստոսի միջոցով։ Իրանք աղոթքը սկսում են տենց, Քրիստոս կանուրջ է, դեպի Հայր Աստված, արդեն բաժանում ես իրանց մասերի։ Այո, դնում ես Հայր Աստված առաջին, Քրիստոս տենց չի փաստորեն։ Նույնիսկ ձեզ ավելին ասեմ, այլ Քրիստոս բառը չեն էլ օգտագործում, մենք գալու ենք այդտեղ։ Միայն Հիսուսը, Քրիստոս այլևս անընդունելի է։ Շատերի համար նույնիսկ իրենք չեն էլ մտածել, բայց իրենց ուսմունքը արդեն այդտեղ է։ Չէ՞ որ ի վերջո ես հենց այս մարդկանց
հետ եմ շփում, ովքեր որ այդ ուսմունքն են բանում, արդեն անընդունելի է, որտեվ խնդիր ունեն Քրիստոս անունի հետ։ Պարզ հավատացյալը սա չի տեսնում, բայց վերևի իրենց աստվածաբանները այստեղ են։ Հարցը հետևյալն է գալիս, որ ինչպիսին է հարաբերությունը հոր որդու եւ Սուրբ Հոգու։ Արիոսն ասում էր կա, երրորդությունը կա, չեմ կարող դրժել, կա, ավելին կա, ինչ որ ես ներկայացրեցի, բայց դե հայրը վերևն է, որդին ներքևն է, Սուրբ Հոգին որդուս ներքևը, կընդունեմ, եթե իրար հետ լինեն, բայց մեկ է հոր ու որդու հարաբերությունը վերև ներքևը։ Եվ այստեղ է գալիս, որ ամենասուրբ երրորդությունը մենք ասում ենք հավասար է։ Հավասար բառն ենք օգտագործում։ Եվ առաջինը հետաքրքիր է, սա հասկացան հրեաները։ Ու դրա համար ուզում էին Քրիստոսին խաչեին, սպանեին, քարկոծեին։ Եվ առաջի այս միտքը Հովհաննես Ավետարանի 5-րդ գլխում ենք տեսնում։ Եվ ուզում եմ ընթերցել, որ Քրիստոս ասում էր, որ ես հոր հետ հավասար եմ։ Ու սա էր իրանց համար անընդունելի, որ ասում է, որ ասում Աստված են, չէ՞։ Հա, բայց այդ հավասար բառը, շատ կարևոր բառ է հավասար։ Դրա համար ասում է հրեաները առավել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր հայրը եւ իր անձը Աստծուն հավասար էր դասում։ Ով է ասում Հովհաննեսը։ Հա, ավետարանն է։ Մեր ավետարանն է, Հովանու ավետարանն է, որ վկայություն է տալի, թե ինչ էին ուզում հրեաները սպանել։ Որտեվ հրեաները այդ օրենսգետներն ու փարիսեցիները շատ լավ հասկացան, որ երբ որ Քրիստոս ասում էր ես եմ որ է, էգո էյմի հունարենով, այդ նույն միտքը ինչ որ ելից 3-ում Աստված Մովսեսին ասեց, ասում էր այդ ես եմ։ Եվ 7 անգամ կրկնում է այդ միտքը միայն եսեմների մեջ։ Ես եմ դուռը, ես եմ որդատունկը, ես եմ հացը, ես եմ հարությունը, կյանքն ու ճանապարհը, ու այս եսեմները գնում են։ So ինչ էր դուրս գալիս, ես եմ աշխարհի լույսը, որ Քրիստոս ասում էր ես Աստվածն եմ, ես այդ նույն Աստվածն եմ, եւ այստեղ է որ հрьяաները շատ լավ են հասկանում Քրիստոսի ուսմունքը ու դրա համար չեն ընդունում, ուզում են իրեն սպանել։ Շատ հստակ է։ Այս նույնը նաեւ չէին հասկանում առաքյալները։ Ու դրա համար Հովանու 10-ի մեջ պետք է ընթերցենք, որ Քրիստոս առաքյալներին ասում է ես եւ հայրը մի ենք։ Եվ երբ որ արդեն այնտեղ տեսնում ենք Փիլիպոսի խնդիրը, ասում այսքան ժամանակ ձեր հետ եմ Փիլիպոս, արդեն նախատում է Փիլիպոսին Հովանու 14-ի մեջ։ Եվ ինչ չճանաչեցիր, տեսեք, ոչ թե չհավատացիր, այլ չճանաչեցիր, ով ինձ տեսավ, տեսավ հորը։ Եվ դու ինչպես ես ասում, թող հոր մեզ ցույց տուր, չէ որ չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ։ Ով ինձ տեսավ, տեսավ հորը։ Նույնիսկ առաքյալների համար է դա եղել։ Այո։ Նորություն։ Նորություն է, խնդիր ունեն, հրեաները ունեն, այո, առաքյալները ունեն։ Հետաքրքիր է, որ մուսուլմաններն էլ շեղվեցին, էլի, փաստորեն, իրանք էլ չունեն դա։ Քրիստոսին ընդունում են Նեստորի նման ընդունում են, հա, միգուցե Սուրբ Հոգու մասին իհարկե խոսք չկա մուսուլմանների մեջ, ընդունում են, որ նույնիսկ հետ է գալու, բայց մեկը որպես Աստված, որ ինքը հոր մեջ է, հայրը իր մեջ, տենց էլ չընկալեցին։ Եվ դրա համար, եթե ուշադրություն դարձնեք Փիլիպեցիս 2-ի մեջ, արդեն Սուրբ Պողոս առաքյալը ավելի մանրակրկիտ է բացատրում այդ հավասարությունը։ Երբ որ ասում է ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծո կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձը խոնարհեցրեց ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն, հնազանդ լինելով մինչև մահ, այն էլ մահվան խաչի վրա։ Սա այդ շատ ամենակարևոր երրորդության մտայնություններից մեկն է, որ հայրը, որդին եւ Սուրբ Հոգին հավասար են եւ կատարել եւ նույնիսկ գործքի մեջ ենք մենք ընթերցում, երբ որ Անանիայի պարագան եղավ, որ չեն ուզում, չէ, վաճառեցին ունեցվածք ու չեն ուզում եկեղեցուն տան ու այնտեղ առաքյալն ասում է դու Սուրբ Հոգուն հարյուեցիր, Աստծուն հարյուեցիր։ Աստված Սուրբ Հոգին է եւ դրա համար Հա, հետաքրքիր է, դա չի ներվում հենց։ Այո։ Ուրեմն այստեղ շատ հստակ է, որ հավասարությունը պիտի տեսնենք, որ ոչ թե միջնորդ, ոչ թե ինչ որ մի հատ ցածր, այլ կոնկրետ միջնորդությունը ավետարանում կա, որովհետեւ այստեղ մենք Փիլիպեցիս 2-ում կարդացինք, որ Քրիստոս խոնարհեցրեց իրեն, մարդ դարձավ, որպեսզի դառնա միջնորդ։ Այդ պահը կա,
բայց ինքը նաև մեզ հիշեցնում է, որ ինքը այդ կատարյալ Աստվածն է։ Հա, այսինքն միջնորդ լինելով ինքը չի ցածրանում, ինքը ուղղակի դառնում է միջնորդ Աստծո ու մեր միջև։ Այո, բայց ինքը ի սկզբանե էր իբրև հավասար եւ հենց այդտեղ էլ կա ուղղակի իջա, որ մենք իրան տեսնենք, պես Հովհաննես Ավետարանն ասում, մեր աչքերը տեսնեն, մեր ձեռքերը շոշափեն, մեր ականջները լսեն եւ դրանով մեզ տանի վերև։ Եվ էսա իրականությունը, որ մենք չմնանք այդ մարդեղացման իջած վիճակի մեջ, որովհետեւ Քրիստոս նույնն է երեք այսօր եւ հավիտյան, ինչպես որ ասում է Եբրայեցիս թուղթը։ Այսինքն մենք իրան պիտի կատարյալ Աստված տեսնենք։ Երբ որ մենք իրեն իբրև կատարյալ Աստված տեսնում ենք, առաջի բանը, որ մենք Աստծուն անում ենք, աղոթում ենք կոնկրետ իրեն։ Բայց այսօր բողոքականյան աշխարհում, որը որ գալիս է արիոսականությունից, եթե հիմքը տեսնենք, ուղիղ աղոթք Հիսուս Քրիստոսին չկա անգամ։ Գրեթե վերացել է։ Ավելին ասեմ, հին բողոքականների մեջ կա, օրինակ լյութերականների մեջ, եթե ես ունեմ այստեղ իրենց գրքերը կա, անգամ անգլիկանների մեջ կա ուղիղ աղոթք Հիսուս Քրիստոսին, անգամ ուղիղ աղոթք երրորդությանը, բայց այսօրվա բողոքականների մեջ, նորահայտ բողոքականության մեջ, որ հիմնականում 50-ականներից են ծնվել, խարիզմատներից եւ այլն, իրենք ընդհանրապես սա չունեն, այս որոնք Ես Դոնալդ Տրամպի եթերն էին նայում, կարծեմ ձեզ էլ եմ ուղարկել, որ բողոքական բանա հովիվ է եւ Դոնալդ Տրամպի հետ աղոթում են եւ աղոթքը սենց է սկսում. Հայր Աստված Հա։ Մենակ հորն են դիմում։ Այնո, եւ երբեմն բայց որ հարցնում ես Տրամպին, ասում է ես քրիստոնյա եմ։ Դե հենց սա է, Եվ Քրիստոս Աստված է։ Մենք ընդունում ենք, որ Քրիստոս Աստված է, բայց աղոթելուց մեկ էլ Հայր Աստված։ Ախր հարցն է, որ Բայց մենք էլ ունենք, չէ՞ որ կարանք ասենք Հայր Աստված եւ աղոթենք։ Բնականաբար Հայր Աստծուն նվիրված հազարավոր աղոթքներ կան, Որդի Աստծուն նվիրված հազարավոր աղոթքներ կան, Հոգի Աստծուն նվիրված բազում աղոթքներ կան, Երրորդությանը նվիրված բազում աղոթքներ կան։ Այդ պահին դու անձնական հարաբերություն ունես, բայց եթե դու ոչ մեկի հետ միայն Աստված ես տեսնում, Հայր ես տեսնում, ու մյուսների հետ ընդհանրապես հարաբերություն չունես, շարունակում դու իրեն չես ընդունում, ու դրա համար էր, որ Քրիստոս նախատում էր իր աշակերտին, ասելով այսքան ժամանակ ձեր հետ միշտ չճանաչեցիք։ Սա նույնիսկ ճանաչողության հարցն է։ Ինչի որ ինքը իրեն քրիստոնյա չի կոչում։ Ֆիլիպոս իրան քրիստոնյա, ինքը Քրիստոսի աշակերտն է, հետն է, հաց է ուտում հետը, բայց չի ճանաչում։ Ու Քրիստոս նախատում է Ֆիլիպոսին, որ ինձ պետքա, բայց կոնկրետ իրան ասելով մյուսներին էլի նկատի ուներ։ Այսինքն այդ ճանաչողությունն է կարևոր, որ մենք պիտի հասկանանք։ Սո հիմա եթե երկրորդ կետն էլ հասկացանք, որ Աստված նախ եւ առաջ երրորդությունը դա առաջի կետն էր, երկրորդը որ Աստված երրորդության անձինք երեքը հավասար են իրար, մյուս կետն էլ որ շատ կարևոր է, ինչ հարաբերության մեջ են միմյանց հետ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ նորից Աստվածաշնչից վկայություններ ունենք, որ քանի որ Աստված ինքը սեր է, հարաբերությունն ինքնին սիրո հարաբերություն է, վկայության հարաբերություն է։ Մեկը մեկին վկայում են։ Ու դրա համար եթե ուշադրություն դարձնեք, ամբողջ այս վկայությունն է, որ տեսնում եք Ավետարանում կամ Սուրբ գրքում, երբ որ օրինակ Մատթեոս 11-ի մեջ մեր Տերն ասում է ոչ ոք չի ճանաչում որդուն, եթե ոչ հայրը, եւ ոչ ոք չի ճանաչում հորը, եթե ոչ որդին։ Եվ նա ում որդին ուզենա հայտնել։ Սովորաբար այս ճանաչողությունը կա։ Տեսեք, երրորդության բացահայտման ժամանակ հայրը վկայեց, սա իմ որդին, իմ սիրելի որդին։ Ամբողջ Քրիստոսի երկրավոր կյանքը հոր մասին վկայություն էր։ Եվ երբ որ վկայում էր հորը անընդհատ վկայում էր Մկրտության օրը հայրը վկայեց Եվ այլակերպության օրն էլ հայրը վկայեց որդուն։ Եվ նաև վկայեց Հովանու Ավետարանում, երբ որ մենք ընթերցում ենք, որ հեթանոսներն եկան, նորից վկայեց որդուն։ Հայրը մի քանի անգամ վկայում է որդուն, որդին բազում անգամ վկայում է հորը։ Եվ երբ որ Սուրբ Հոգին է գալիս, որ ինքը Հովանու արդեն 14-րդ գլխից սկսում ենք տեսնել, այս միտքը 14-15, Սուրբ Հոգին է գալու է, որ վկայի որդուն։ Իսկ Սուրբ Հոգուն ով է վկայում։ Եվ որդին եւ հայրը։ Եվ հետաքրքիր է, ու այստեղ տեսեք, Սուրբ Հոգին եւ Հոր Հոգին է եւ Որդու Հոգին։ Ու դրա համար առաջի Կորինթացիի մեջ, այս միտքը կա 8-րդ գլխի մեջ 9-րդ համարը, որ ասում է, բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ հոգու, եթե Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ։ Ապա եթե մեկը շարունակում է Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։
Աստծո հոգի, Քրիստոսի հոգի։ Այդ նույն Սուրբ հոգին է, եւ այդ նույն Սուրբ հոգին է, որ եւ Հայր Աստծունն է եւ Որդուն է, բայց բխում է հոգին հորից միայն։ Եվ սա էլ կաթոլիկների ու մեր տարբերությունն է, որտեղ կաթոլիկներն ասում են, որ եւ դրա համար հույներն ու կաթոլիկներն իրարից բաժանվեցին 1054-ին, որ Սուրբ հոգին բխում է եւ հորից եւ որդուց, ֆիլիոկվեա կոչվում։ Ովքեր են ասում տենց կաթոլիկները։ Եվ միշտ հին եկեղեցին ասել է, որ չէ, Սուրբ հոգին բխում է մենակ հորից, բայց որդու հոգին է նաեւ։ Հա, դրա համար օրինակ շնորհալու աղոթքի մեջ, առավոտ լուսոյի մեջ, երբ որ այբենարանով տարերով այբուբենով գնում է, առավոտ լուսո արեգակն արդար առիս լույս ծագյա, երկրորդը Սուրբ հոգուն է վերաբերում։ Բխումն ի հորե, մեկը որ հորից է բխել, բխյայի հոգվույս, իմ հոգու մեջ բխիր, բան քեզի հաճույք, քեզ հաճելի խոսքեր։ Շատ հստակ է, որ մենք Տաթևացին էլ ասում է հորից է բխում Սուրբ հոգին։ Դե արդեն իհարկե, բայց Տաթևացին եթե 14-15-րդ դարա, առաջի դարերից դա ընդունված է եւ ուղղակի մենք նորից ինչպես որ միշտ մեր ուսմունքը միշտ պահվել է մաքրամաքուր։ Իսկ հույները ասում են միայն հորից ուղղափառ։ Մեր նման։ Մեր նման են։ Okay, մենակ կաթոլիկներն են։ Կաթոլիկները եւ սա հազարականների առաջ մի քիչ սկսեց այս նոր ուսմունքը, որն էլ բաժանեց արդեն կաթոլիկին հույնից։ Որտեվ Քաղկեդոնը իրանց չէր բաժանել, բայց բաժանվեցին 1054 թվին այս հարցի շուրջ, ֆիլիոկվեի շուրջ։ Այսինքն նորից տեսեք ինչ է դուրս գալիս, փորձում են երրորդությունը հասկանալ մարդկային առումով եւ ինչ է լինում բաժանում ա բերում, որովհետեւ մարդը չի գիտակցում, որ իր ուղեղը, իր հնարավորությունները սահմանափակ են։ Եվ դրա համար 431 թվականի ժողովը, որ երրորդ ժողովն էր, որ արդեն Քրիստոսի մասին էին քննարկում, միջև Քաղկեդոն 20 տարի առաջ։ Սուրբ Յուրեղ Ալեքսանդրացին որոշ բաները կան, ատենագրության պատառիկներ ամբողջությամբ չկա, բայց ունեն։ Ասում որ սանից ավել չխոսենք, մենք հասկանանք, որ մենք մարդ ենք եւ Աստծո էության մեջ չմտնենք, ինչ որ մեզ տրված է, պահում ենք։ Էլ մի գնացեք առաջ։ Ու տեսեք մարդը մարգարեացա, որտեվ ինչքան գնացին 20 տարի հետո բաժանումներ բերեց։ Հետագայում երկրորդ, իսկ երրորդն էլ արդեն կաթոլիկների մեջից, երբ որ բողոքականությունը բաժանվեց, ու արդեն դարձանք այս վիճակին։ Ուրեմն իրականում այս վկայության մասին է, որ մենք ուզում ենք խոսել, բայց սրանից առավել մի բան էլ կա, Անիջան, որ ամենասուրբ երրորդությունը ինքնին խորհուրդ է։ Գաղտնիք։ Այսինքն անբացատրելի է։ Անբացատրելի։ Դրա համար հետաքրքրորեն երկու բան կա, Աստծո մասին մենք կարող ենք իր մասին իմանալ այնքան, ինչքան որ ինքը բացահայտում է։ Եվ իր արարչագործության միջոցով, եւ նաեւ իր խոսքի միջոցով կամ իր անձի միջոցով։ Թողնում է այնքան, ինչքան որ մենք կարող ենք ընկալել։ Նույնը Մովսեսին արեց։ Մովսեսը երբ որ այնքան մոտ էր ուզում էր Աստծուն տեսնել, ասեց չես կարա։ Սահմանափակ ես դու։ Նույնը մենք տեսնում ենք հրեշտակների պարագայում։ Ինչու են քերովբեներն ու սերովբեներն իրենց աչքերը փակում համաձայն մարգարեության, որովհետև իրենք Աստծո ներկայության մեջ են, իսկ իրենք չեն կարող դա ընդունել, անգամ դա ընկալել, պահել, որտեղ ինքը շատ ավելի մեծ է, քան հրեշտակը։ Ու դրա համար իրենք փակում են ու միայն ինչ են անում, փառաբանում են Տիրոջը, ասելով սուրբ, սուրբ, սուրբ ես, Տեր զորությունների Տեր։ Այս ամբողջը որ Ես կարծում եմ Աստծո ներկայության ժամանակ մի բանը, որ եթե կարաս անես, դա իրան փառաբանելն է, ուրիշ ոչ մի բան երևի ունակ չես լինի, չէ՞ Հայկ։ Անշուշտ։ Մենակ է որ իր այդ զորությունից մենակ կասես սուրբ ես, ես տենց եմ կար, չես էլ մտածի։ Երկու բան կա, մեկը դա է, որ Երանի այն մարդուն որ կարողանա, եւ երկրորդը մեղանա։ Մեղագալը 100%, այն որ մի փոքր զգում ես Աստծո ներկայությունը, մի անգամից մեղա ես գալիս։ Որ նրանց շատ զգաս իրա, հա, ճիշտ է։ Դրա համար ուղղափառ մտայնության մեջ այդ մեծերն են, այդ հաղթական եկեղեցին է, որ կարա փառավորի Տիրոջը, որտեվ իրենք այդ մեղայի միջոցով անցան, մաքրվեցին ու արդեն հասել են նրան, որ իրենց շուրթերը արժանի են փառավորելու, որովհետև այդ շուրթերի անարժան վիճակն էլ կա, որ մարգարեի մոտ է կարա փառաբանես, հաստատ։ Էսա, իսկ շուրթը ինքը ֆիզիկական շուրթերի մասին չի, քո ներաշխարի մասին է, որտի բացես դրա համար Տերը չէր թույլ տալիս, որ դևերն իր մասին վկայեին, որտեվ իրենց շուրթերը կամ իրենց ներաշխարը պիղծ էր։
եւ դրա համար չէր թողնում, երբ որ դու ես ասում էին, չէ, Աստծո որդին, Բարձրալի որդին ասում ես պապանձվիր, լռիր։ Ոչ թե նրա համար, որ ինքը, այլ որտեղ դու արժանի չես վկայելու ինձ։ Ես գիտեմ չէր ուզում որ մարդիկ հələ որ իմանային։ Աստծո որտեղ պիղծ էին դրա համար էր ասում։ Բնականաբար, եւ էսա մենք դրա համար սա էլ մեծ օրհնություն է, որ դու կարողանաս դրա համար հայրերի գրականության մեջ մանավանդ Նարեկն է շատ էս մասին խոսում։ Արժանի ինձ դարձրու, որ ես վկայեմ քեզ։ Որտեղ Քրիստոսին վկայությունը, Աստծո վկայությունը ինքը մեծագույն պարգև է։ Եվ անարժաններս եթե կարողանում ենք վկայել, ես շես հարցը շատ եմ ինքս ինձ տալիս ու մտածում, ախր շատ անարժան եմ։ Եվ եթե ինձ թույլ եմ տալիս հիմա իրար հետ խոսելու, ուրեմն ինչքան Աստված ողորմած է ու ինչ որ իմ նման մեկին թույլ է տալիս, որ ես խոսեմ այս դեպքում երրորդության մասին իմ փոքրիկ բաներ ներկայացնեմ, ուսումնասիրությունը, որ ժամանակին արել եմ։ Այստեղ ինչի ասեցի խորհրդավոր է, որովհետև եթե ուշադրություն դարձնեք, մանավանդ իկոնաների մեջ ու ըստ երևույթին շատերը կարծում են, որ Ռուբլյովի երրորդությունը կա, Տրոյցա իկոնան կա։ 3 հրեշտակ են, եթե ուշադրություն Google անեք, ամենահայտնի երրորդության երևի պատկերն աշխարհում այսօր, եւ այդ երրորդության շուրջ առջև սեղան կա ու սեղանի վրա սկիհ կա։ Եվ այստեղ ինքը փորձում էր նկարագրել, որտեղ իրենք մանրանկարները, իկոնաները նաեւ իրենք դասագրքեր են, որ երրորդության շփումը կամ հարաբերությունը խորհրդավոր է, սկիհի նման, բաժակը, Սուրբ Հաղորդության բաժակը, եւ ինքը հենց սեղանն ինքն սկիհի նման է, որ իրենց հարաբերությունը եւ իրենց ամեն ինչ խորհրդավոր է, մեր համար անընկալելի է, անբացատրելի է, անհասկանալի է։ Իրանց շփումը, երեք անձի մի էության շփումը մեզ համար սկիհի նման անբացատրելի է։ Անբացատրելի է, ու դրա համար եկեղեցու մեջ այդ խորհրդավորությունը միշտ կա։ Այն ինչ որ կաթոլիկները սկսեցին կասկածի տակ դնել ու բողոքականները լրիվ հեռացան, միշտ հին եկեղեցիները ունեցել են այդ խորհրդավորություն։ Խորհուրդ բառը ընդհանրապես բողոքականները չունեն։ Ընդհանրապես խորհուրդ բառ չկա։ Միստիցիզմ բառը, որ հունարեն բառն է, այդ բառը իրենք դուրս են հանել։ Ու ամեն ինչ դարձել իրանք ասում են միստիկան կախարդությունն է, իրանք համեմատում են, նույն տեղն են դնում միստիկան եւ խորհուրդը։ Ասում են միստիկան կախարդությունն է, ասում ենք չենք կարող ունենալ, բայց իրականում խորհուրդն ու միստիկան ինձ թվում է բնականաբար միստիկան կախարդության հետ կապ չունի։ Միստիկա բառը հունարեն բառ է, որ նշանակում է մտքի համար անհասկանալի։ Էդ է նշանակում։ Դա է նշանակում։ Բայց չէ՞ որ միստիցիզմը հետո դարձավ կախարդություն։ Չէ, միստիցիզմը կախարդություն չի։ Կախարդության հետ բացարձակ կապ չունի։ Միստիցիզմը մի բան է, որ մեր տրամաբանությունից վեր է։ Բա կախարդությանը ինչ են ասում հայք այդ դեպքում, երբ որ կախարդը ինչ որ միստիչեսկի բաներ է անում, դեպի հետ է շփվում։ Կախարդությունը ինքնին արդեն դևերի հետ առնչված բան է, որը մարդկանց հետ կապ չունի, բայց միստիկա բառը ինքը քրիստոնեական ընկալման մեջ շատ բարձ ու հստակ է, անհասկանալի, անպարագրելի, անընկալելի, մի բան, որ դու չես կարա հասկանաս, դրա համար խորհուրդ, եւ հեսա, որ իսկ խորհուրդն ինքնին ամենուր է, տեսեք, հենց նույն Սուրբ Մկրտությունը խորհուրդ էր։ Պսակը Երբ որ Քրիստոսի հետ չէ Նիկոդեմոսը սկսեց խոսել, Քրիստոս տարավ դեպի միստիկա, դեպի խորհուրդ, ասեց ինքը չէր հասկանում, ասեց ինչպես գնամ մորս որովայնը նորից ծնվեմ, ուղիղ հասկացավ։ Իսկ Քրիստոս նաև բերեց նրան, եթե մեկը հոգուց ու ջրից չծնվի, չի կարող երկնքի արքայությունը մտնել։ Հոգևորին տարավ, այլ ասում եթե մարմնավոր բաներն ասում եմ ու չեք հասկանում, բայց ինչպես պիտի հասկանաք հոգևոր բաները։ Քրիստոսի բառերն են սրանք, Հովհաննես 3-րդ գլուխ։ Կամ նույն Սուրբ Հաղորդությունը, սա իմ մարմինն է, սա իմ արյունն է։ Եվ ոչ ժամանակի հեթանոսներն ու հռոմեացիները չէին հասկանում, քրիստոնյաներին սպանում էին, ասելով սրանք մարդակեր են, միս են ուտում, արուն են խմում, որտեվ չհասկացան խորհրդաբանությունը, որ սա խորհուրդ է, անբացատրելի է մարդկային մտքի համար։ Քրիստոս բերեց այս խորհրդաբանությունը կա։ Ամբողջ ավետարանը խորհրդաբան։ Նույնն է պաստորեն Սուրբ Երրորդությունը, դու ուղեղովը չես կարող հասկանալ 3 անձ մի էություն, որ եթե մի բանը 3 անձ է, ոնց կարա մի էություն ունենալ։ Նույնիսկ ավելին ասեմ, իր աշխարհ գալը Աստված մարդ դարձավ եւ բնակվեց մեր մեջ, եւ տեսանք նրա փառքը, որ լի է շնորհով եւ ճշմարտությամբ։
Ինչպես է Աստված մարդ դառնում եւ բնակվում մեր մեջ։ Խորհուրդը միստիկա է, չես կարող հասկանալ։ Մտքից վեր բան է։ Եվ սա է ամբողջ քրիստոնեություն, բայց գիտեք, նորից եթե պատմությունը նայում ես, երբ որ կաթոլիկ աստվածաբանները ամեն ինչ տարան ռացիոնալիզմի, միայն տրամաբանություն, ոչ մի հոգևոր։ Եվ իրար հետ միշտ ասում են, բանավիճում են, ու սա փաստ է, թե ասեղի ծայրին քանի հրեշտակ կարա նստի։ Այսինքն այդքան ռացիոնալ Չի կարելի չէ տենց խոլաստիկան։ Եվ դրա հետևանքը Դա էլ հատուկ բառ ունի, հա։ Հա, սխոլաստիկ մտայնություններ։ Դրա հետևանքը եղավ բողոքականությունը, որ հենց այդտեղից ծնվեց, հենց այդտեղից փոխվեց։ Գեյերն էլ են այսօր ասում, այդ դրանից է էլի, չէ՞ որ այսօր գեյերին մցրեցին կաթոլիկ եկեղեցի։ Չէ, դա սխոլաստիկայի հետ կապ չունի, դա չոր տրամաբանություն չէ, բայց հիմա ինչ է լինում, նույն կաթոլիկները իրանքի վերջով փորձեցին բալանս պահել, իհարկե ոչ այնքան ինչքան հին եկեղեցիները, բայց բողոքականությունը լրիվ շեղվեց ու գնաց ու մերժեց։ Էս է ամբողջը։ Եվ ինչն է ուզում ի վերջո սրա մեջ բերել, որ երրորդությունը երբ որ բացահայտվեց մարդում եւ խորհուրդը անբացատրելի, բայց ինքը ինչ որ չափով մեզ տվեց մի քարտեզ, միշտ այս օրինակը վերում է որ հայրերն են անում, թե ինչպես իր հետ հարաբերվենք, հոր հետ, որդու հետ եւ Սուրբ Հոգու հետ։ Եվ հետաքրքրորեն քրիստոնեության մեջ, նոր ուխտի մեջ առաջինը որդին է, հետո հոգին է, հետո հայրն է։ Որդին եկավ բացահայտելու մարդացած Աստծուն եւ դրա համար ինքն իրեն կոչեց աշխարհի լույս։ Եւ այս պարագան մենք Քրիստոսին տեսնում ենք իբրև լույս։ Մեզ օգնեց որ հասկանանք հորը։ Ճանապարհը ցույց տվեց։ Ես եմ ճանապարհը, ճշմարտություն եւ կյանք եւ այդ լույսը հետա, որ դրա համար Սաղմոս 2-ն ասում է 118-րդ Սաղմոսի մեջ, որ քո խոսքը լույս է եւ լուսավորում է իմ ճանապարհը։ Քրիստոս լույսն է։ Ջերմությունը միշտ Սուրբ Հոգին է, որովհետեւ ինքը իջավ կրակի լեզուներով եկեղեցին հիմնեց ու այդ ջերմությունը տվեց։ Ջերմությունն ինքնին այն է, ինչ որ Սուրբ Հոգու ներկայությունն է, երբ որ մարդ ջերմ է, երբ որ մարդ քաղցր է, երբ որ մարդ բարի է, երբ որ մարդ հեզ է, համբերատար է, այս ամբողջ մարդկային ջերմության մասին է խոսում։ Այն մարդն, ով իր մեջ ջերմություն ունի, բնականաբար Սուրբ Հոգուց օժտված է եւ նաեւ պտուղներն է տալի։ Իսկ աղբյուրը լույսի ու ջերմության հայրն է, ու դրա համար էր այս կրակի օրինակը տրվում, որ ասելով հայրերն ասում են, եթե ես էլի եմ վերել, բայց միշտ ուզում եմ կրկնել, որ եթե հերվում անտառի մեջ մի ինչ-որ կրակ է վառվում, առաջինը որ մարդ տեսնում է, դա լույսն է։ Տեսնում է, որ լույս կա, ու երբ որ գնում է դեպի լույսը, որ Քրիստոսն է, որ առաջնորդում է իրեն, արդեն ինչքան որ մոտենում է, բավական մոտենալուց հետո սկսում է ջերմությունը ստացնել, որը որ Սուրբ Հոգու ներկայությունն է։ Իսկ երբ որ ավելի է գնում, արդեն աղբյուրն է փորձում հասկանալ այդ լույսի ու ջերմության աղբյուրը, որ ինքը Հայր Աստված կպնի կրակին, որտեվ Աստծուն երբեք չես կարա տեսնես։ Հայր Աստված նախընտրեց հենց սա է, ինքը որդին եղավ մարդ դարձավ, ոչ թե հայրը։ Եվ որդին ավելի եկավ բացահայտելու այն, քան հայրը, բայց իրանք իրար հետ են եւ իրենք մեկ են ու դրա համար ենք ասում նույն Քրիստոսի բառերը հիշեցնեմ, ով իրեն տեսավ հորը։ Այսինքն ու դրա համար ամեն մեկը շատ մեծ առավելություններ ունեն, որ ամեն մեկին կուզես առաջի տեղը դնես, բայց իրականում երեքն էլ հավասար են։ Հա, առավելության հարց չկա, հարաբերության հարց է։ Հարաբերության հարց է, թե որ հարաբերության մեջ ես։ Ու դրա համար ինչ է անում։ Այո, քո կյանքում ինչպես է ինքը ազդում։ Որդին, Սուրբ Հոգին եւ Հայրը։ Ու դրա համար ու այստեղ էլ էս գաղափարն է գալի, որ շատ կարեւոր է, որ Քրիստոս բերեց Որն էր, Հայկ, ասեցիք ճանապարհը Հիսուս ցույց է տալիս ճանապարհը։ Արդեն աղբյուրն է ինքը, աղբյուրն է Հայրը։ Եվ դրա համար ասում ենք Հայրը որդուն ծնել է, իսկ Սուրբ Հոգուն բխել է։ Այսինքն ինքը աղբյուրն է, բայց այդ աղբյուրի գաղափարը նորից ինքը հետաքրքրորեն մեկը մյուսի մեջ են։ Ու դրա համար նաև արևի շողի գաղափարն են բերում, որ երբ որ շողն ես տեսնում արևի, համ ջերմությունը կա, համ լույսը կա, բայց այդ շողը առանձին չի, որովհետև աղբյուրից է գալիս։ Իսկ աղբյուրը կապված են։ Բայց սա էլ ինչ էլ լինի, հայրերը մեկը ասում են, որ ինքը չի կարողանալու բացատրի երրորդության էությունը, որովհետև ինչպես էլ փորձենք մեր աշխարհային փորձառությամբ, միևնույնն է, սա աշխարհային փորձառությունից, նույնիսկ հրեշտակային փորձառությունից վեր է։ Ու դրա համար է հետաքրքիր է, միշտ այդ օրինակն եմ բերում, որ
հայրերից մեկը, որ երաժշտության մասին գիրք ունի, Օգոստինոս Երանելին, ինքը հանճար է։ Ինքը մեր հայրերից չի, բայց ինքը հանճար է։ Զգուշ պիտի կարդանք իրեն, բայց բացառիկ կերպար է ու ինքը այդ գիրքը, որ ունի On the Trinity, այդ միտքն է բերում, որ միշտ ուզում եմ սա էլ ինձ հիշեցնեմ հաճախ, որ ասում եմ ես երբ որ Օվկիան ծովի ափով քայլում էի, դե միջերկրական ծովի մասին է խոսքը եւ մտածում էի օրդության մասին, տեսա մի երեխայի, որ վերցնում էր ջուրը ծովից եւ լցնում էր փոքրիկ այդ ավազի փոսի մեջ։ Ջուրը քաշվում էր ավազի մեջ, ասում եմ նորից էր գնում, բերում լցնում ու երբ որ ասում եմ այդ երեխային տրամաբանս ուշադրությունս գրավեց, մոտեցա հարցնելու թե ինչ ես անում։ Տղա ջան, ասում եմ, ասեց, տեսնում ես, այս ամբողջ ծովը ուզում եմ այս փոքր ավազի անցքի մեջ լցնեմ։ Եվ ասում եմ, ես իրեն շատ պարզ ասեցի, տղա ջան, դա հնարավոր չի, ես հսկա ծով այդ փոքր ավազի անցքի մեջ ինչպես ես լցնելու։ Եվ ասում եմ, այդ ժամանակ այդ երեխան հրեշտակ դարձավ եւ ինձ ասեց, ուրեմն դու էլ հասկացի, որ քո փոքրիկ ուղեղի մեջ մի ամբողջ աստվածային անսահմանություն չես կարող լցնել։ Հասկացի, որ դու ես։ So էս էլ իր աստվածային հայտնությունն էր, որ նաև ինքը փոխանցեց մեզ, որ իրապես հասկանանք, որ մենք մի փոքրիկ ավազա բանենք, ուրեմն փոսենք, իսկ նա աստված անսահմանելի մեծություն է։ Եվ այնքանով այդ հասկանում, որքանով որ ինքն է մեզ թույլ տալիս, որ հասկանանք։ Փաստորեն այդ նույն կերպով էլ մի հատ հարց ունեմ, ինձ շատ այս վերջերս ուզում եմ այս հարցը տամ, որ փակեմ թեման։ Մենք այս վերջերս խոսեցինք Մարիամի բարեխոսության մասին, Սուրբ Կույս Մարիամի բարեխոսության, որ կարող ենք խնդրել Մարիամին, որպեսզի նա բարեխոսի մեզ համար Տիրոջը։ Եվ Մարամարին էի լսում, ասորի Բիշոպ Մարամարին, սիրում եմ մեկ-մեկ իրան լսեմ, բայց փաստորեն ինքը հակասություններ ունի մեր ուսմունքին, օրինակ այս վերջերս ասում էր, որ մի աղոթեք Մարիամին, հետարքիրը չէր ասում մի բարեխոսություն մի խնդրեք Մարիամից, ասում էր մի աղոթեք Մարիամին, որովհետև Մարիամը դուք միլիարդավոր ժողովուրդ եք, ամեն մեկիդ ինքը մարդ է դե, մարդու հոգի է, ինքը ամեն մեկից չի կարա լսի, ասում է խնդրեք Քրիստոսին, Աստծուն խնդրեք ձեր բարեխոսությունը, ոնց որ միանգամից ուղեք Աստծուն, ասում է, որտեղ Մարիամը չի հասցնի, ասում է ձեր բոլորից, ասում է դուք շատ եք, չէ որ ստեղ բանալին դա էր, չէ որ Աստված է ամենուր, որ կարա գնա, Աստված է մեր մտքերը կարդում եւ Աստված է, որ միայն կարա ներկա լինի բոլոր միլիարդավոր մարդկանց կյանքում, բայց Մարիամը ինքը все-таки մարդու հոգի է ու ինքը չի հասցնի։ Այ մի հատ էս հակասությունը կարաք ինձ ասեք, հայ։ Նախ դա բացարձակ ուղղափառ մտայնության հետ կապ չունի։ Երկրորդը ձեզ միշտ մի բան եմ ասում, երբեմն ուզում եմ նորից կրկնեմ նաև, որ ուղղափառությունը, ճշմարիտ մտայնությունը ինքը այդ ճիշտ ռադիոյի գիծն է, որ ընկար մաքուր ես լսում, եթե խշշոց կա, հասկանում ես մի բան են չի։ Այս մարդուն, երբ որ լսել եմ, ի սկզբանե խշշոց կա։ Հետո երբ որ ուսումնասիրեցի, հասկացա, որ ինքը նեստորական է։ Նեստորական եկեղեցու բան է։ Նեստորը տենց համոզիչ է եղել, որտեղ Մարամանին շատ համոզիչ է։ Նեստորը շատ ավելին է եղել, որովհետև ինքը բացառիկ աստվածաբան է եղել, անչափ։ Այսօր որևէ մեկը Նեստորի ուսմունքի դեմ չէր կարող իր դեմ դուրս գալ խոսել։ Բայց աղանդ է։ Բնականաբար, եւ դրա համար հետաքրքիր է, որ երբ որ ես առաջին Նեստորին էի ընթերցում, ես իմ վկայությունը տամ, ասեցի, այս մարդու դեմ ոչինչ չես կարող ասել։ Ինքը չափ համոզիչ է, 100% համոզեց։ Եվ հետո երբ որ Սուրբ Գյուրգ Ալեքսանդրացուն կարդացի, այդ հատիկ ամեն ինչ ինքը դրժեց ու հիմնավորված դրժեց։ Ուտեղ ասեցի փառքը շատ Տեր Աստված, որ այս ժամանակաշրջանում Նեստորի կողքին էս մարդն ա եղել, որտեղ հնարավոր չէր լինելու։ Ու դրա համար մեզանից յուրաքանչյուրը կարա եւ մեկին է կարդա եւ մյուսին երկուսի գրքերն էլ կան ու տեսնի, բայց ահռելի մեծություններ են սրանք։ Բայց ասածս ինչ է։ Ընդհանրապես ինչու եմ միշտ ասում, որ զգուշ լինենք ու մենք լսում։ Կարան շատ լավ խոսեն եւ այդ մարդուց շատ բան կարող ես վերցնել։ Անկեղծ ասած։ Իր մեջ ես տեսնում եմ այդ սերը, այդ Քրիստոսի հանդեպ սեր ունի այդ մարդը։ Եվ որը որ պիտի ընդունես, բայց միշտ պիտի զգուշ լինենք ուսմունքներից։ Դրա համար եմ ասում, որ մեր հայրերը պատահական չի, որ այսքան հայրերի մեջից 12-ին զտեցին։ Ասեցին, այս 12-ն են մեր վարդապետները։ Որովհետև
Բոլորն էլ իրենց մեջ աստվածային շնորհ ունեն ու մեկը մյուսից առավել ու պակաս, բայց ուսմունքը ինքնին մեկն է, որպեսզի զգուշ լինենք ու մենք լսում, ու դրա համար ես միշտ խնդրանքս է դա ուշադիր եղեք, ու նույնիսկ ես այս խնդրանքը արել եմ ժամանակին մեր դպիրներին, սարկավակներին, որոնցից շատերը արդեն քահանա են, որ ուշադիր եղեք ինչ եք խոսում, մեզանից չպիտի գա դա, պիտի մեր ուսմունքից գա, որովհետև ինչ է դուրս գալիս, կապ չունի դու պատրիարք ես, եպիսկոպոս ես, որ պատմության ընթացքում բազում են, եթե քեզնից ես սկսում խոսել, շեղում ես մարդկանց ու քեզ, so դրա համար միշտ խնդրում եմ Մարիամի համար մի հատ ասեք, էլի իրան դուրս կարանք հակասենք, Հակասելու խնդիր չկա, Աստվածամայրը Տիրոջ հետ է, Տիրոջ բարեխոսն է։ Այսինքն բոլոր մարդիկ, ովքեր Աստծո մոտ են, ոչ միայն այս ժամանակաշրջանում, այլ ընդհանրապես այս 2000 տարվա ընթացքում փորձով փաստված, միլիոնավոր փաստված բան կա, Աստվածամորը երբ որ աղոթք են անում, Աստվածամորը բարեխոսությունը որպես կանոն լսելի է լինում։ Ոչ բոլոր սրբերի, բայց հենց գիտեք ինչն եմ ուզում հասկանամ, նորից սրբերի էլ, բայց Աստվածամոր անմիջական հատուկ է Աստվածամոր բարեխոսությունը ամենամոտն է։ Okay, այդ էի ուզում, որտեվ եթե մենք հոգիներ ենք դառնում Աստծո մոտ, եթե գնում ենք Աստծո մոտ, սրբերը նամանավանդ, իրենք կարող են բարեխոսել եւ իրենք լսում են իմ խնդրանքը ստեղից երկրից, երբ որ ես Պողոսին ասում եմ, Պողոս, խնդրում եմ իմ համար բարեխոսի, լսում եմ, որովհետեւ էլ ժամանակի տարածության Աստված չի, բայց լսում եմ։ Բնականաբար Աստված չի, Աստված անբացատրելի մեծություն է, ինչ որ նոր ենք խոսում, բայց երբ որ արդեն դու մարմնի կապանքներից կամ ես ինչպես որ Նարեկացին ասում, մարմնի ես բանտից դուրս ես գալիս, այսինքն սահմանափակումներ էդի նկատի ունի, դուրս ես գալ, ել քո համար չկա ժամանակի տարածության հարց։ So արդեն ուրիշ վիճակի մեջ է անձը, եւ սա շատ կարեւոր է որ մենք հասկանանք։ Ու դրա համար մարդկային այս մեր չափանիշներով դատողություններ անել դե ինքը ոնց կարած էս բոլորին լսի։ Եթե հենց լինի ինքը մի քանի հոգ ընդհանրապես լսեր, ու չես կարող 1000 հոգու լսես։ Ես կարամ վկայեմ, որ ես եղել եմ աղանդավոր եւ երբեք չեմ պատկերացրել, որ կարողա բարեխոսություն խնդրեմ Սուրբ Կույս Մարիամից, որովհետեւ մեզ համար Մարիամը մարդ էր, ես կյանքի խոսքից եմ եղել ցավոք սրտի, մեզ համար Մարիամը շատ լավ աղջիկ էր, շատ լավ կին էր, այնքան մաքուր էր, որ Աստված վստահեց իրան, որպեսզի ինքը Քրիստոսին ծննդաբերի։ Մենք երբեք ոչ մի սրբերի չենք աղոթել կյանքի խոսքում եւ Մարիամին էլ բարեխոսությունի նկատի ունեմ, երբեք չենք խնդրել։ Երբ մեր թեման եղավ եւ մենք խոսեցինք Սուրբ Մարիամ Աստվածածնից, ես շատ վախվորած էի, որտեղ դեռ կար աղանդավոր մտայնությունը իմ մեջ, բայց ես ռիսկի դիմեցի եւ պատարագին խնդրեցի Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությունը, ասի դե եթե տենց է, ուրեմն պետք է ես այդ առիթից օգտվեմ, խնդրում եմ ասի, քո սիրելի որդուն բարեխոսի իմ համար։ Եվ ես ստացա իմ աղոթքի պատասխանը ռուսերեն ասած բուկվալնը 2 օր հետո։ Եվ ես ապշեցի, անկեղծ ասած, ասում էի Աստված ջան, այսքան ասում են, չէ, կաթոլիկները ավելի շատ են ասում, մերոնք էլ իհարկե Նարեկացու աղոթքը ինչքան սիրուն է Սուրբ Մարիամին նվիրված, փաստորեն ասում եմ, այսքան ասում են, ճիշտ խնդրեմ, ապացույց ռեալ իմ անձնական փորձի համար Մարիամս բարեխոսեց իր տղային, ինչու ոչ, կներեք, միշտ ասում եմ Մարիամ, ինձ ասում են Անի ջան, մի ասա Մարիամ, ասա Սուրբ Կույս Մարիամ, այո, Սուրբ Կույս Մարիամը բարեխոսեց ինձ համար եւ փառք Տիրոջը, փառք մեր Սուրբ Երրորդությանը, որ մենք ունենք այդ հնարավորությունը, որ կարանք բարեխոսություն խնդրենք, ինչքան լավ բան է դա, չէ՞ որ դուք էլ իմ համար եք բարեխոսում, Հայկ ջան, ես էլ ձեր համար եմ բարեխոսում։ Ամբողջ ավետարանը բարեխոսություն է, Անի ջան, ամբողջ ավետարանը, բայց ուզում եմ մի հատ վերևից ներքև նայենք, որ պատկերը տեսնենք։ Քրիստոսի եկեղեցին բարեխոսությամբ է սկսել, Քրիստոսին բարեխոսել են, Մարիամից սկսած։ Առաջի հրաշքը բարեխոսական հրաշք էր։ Գինի չունեն, տղա ջան։ Եվ էս էր, եւ Քրիստոս ասում էր իմ ու քո ինչ գործ, բայց արեց։ Եվ գինին ավելացրեց, որ այսօր աղանդավորներն ասում են չի կարելի խմել, որ տարօրինակ մի բան է, չէ, ավետարանում այսքան կա։ So ինչ է ասածս, բարեխոսությամբ է սկսում, մենք 3 խոսում ենք 4-7 օր ավելի շուտ։ Կանանացի կամ փյունիկեցի կնոջ օրինակը, որ եկավ աղջիկը դիվահար էր, բացարձակ ոչինչ չունի։ Իրան Քրիստոս ասեց շների համար չի, բայց ինքը խոնարհաբար
հեթանոս էր, խոնարհաբար դիմեց զավակի համար, զավակը դիվահար ընկած անկողն ոչինչ չգիտի, բայց կա ամբողջ ավետարանը բարեխոսություն եւ այս բարեխոսությունը տևել է պատկերացրեք էլի պատմության առումով տևել է ամենակիչը 1500 ու ավել տարի ու հետո 1500 տարի հետո դուրս են գալիս մարդիկ ովքեր որ սկսում են խնդիր ունենալ դրա հետ եւ մի որոշ մարդկանց խմբի համոզելով շեղում տանում են ու հիմա այդ համոզված ու շեղված 1500 տարի պահված ու հետո համոզված ու շեղված եվրոպական մտածողների հետևից են գնում շատ հայեր առանց իմանալու ընդհանուր պատկերը տեսնելու ու դա չի ամենավատն էլ նա ներողություն որ շրջվում ու սկսում են մեղադրել հալածել նրան որը որ պահել այն ինչ որ ի սկզբանե եղել է առանց տեսնել որ իրենք շեղված եվրոպական մտայնության հետևից են գնացել որը բացարձակ կապ չունի իսկ այդ մարդիկ ովքեր որ 1500 տարի հետո սկսել են ապրել իրանք գաղափարել չեն ունեցել ինչա կատարվում առաջի դարերում ինչպես եւ հետո երբ որ գրքերով իրենց ցույց է տալիս ասում ես նայ առաջի դարի հեղինակը երկրորդ դարի հեղինակը երրորդ դարի հեղինակը ասում ես դրանց չեմ ընդունում բաղում ես ընդունում մենակ քեզ դե ուրեմն ինչա դուրս գալիս որ դու եսակենտրոն եսապաշտ մարդ ես դուրս մենակ Աստվածաշունչ ցույց տուր ինձ Աստվածաշնչում որտեղ է գրված որ պիտի սրբերին լսեմ ասում երբ որ նորից ցույց ենք տալիս նորից չես ընդունում նորից չեմ ընդունում ախ ասում ես է որովհետև դա քեզ չի վերաբերում իսկ ինչ որ իրա հովիվն է ասում ամեն ինչ Աստվածաշնչով չի փաստում բայց ընդունումա չէ իր հովվի ասածը շատ հովի որ ասում է դու արծիվ ես հա պիտի թրջես ցույց տուր ինձ որտեղ է գրված որ պիտի այդպես հա էմոցիոնալ ասենք ցույց տուր դու ինչի ես իրան լսում ինչա դուրս գալիս որ դրա համար եմ ասում մի քիչ ավելի ուշադիր լինենք մի քիչ ավելի լավ իմանանք եկեղեցու Սուրբ Հոգու աշխատանքը տեսնենք ինչա կատարել ես առաջի դարերից սկսած ինչի են այս մարդիկ այդ մաքուր հավատի համար նահատակվել առաջի դարի քրիստոնյաները երրորդությունը բացի ավետարանից անեջան սա են ասեմ գիտեմ ժամն անցանք առաջի իսկ հեղինակների մոտ որոնք որ մի քանիսն են Սուրբ Գյուրեղ մեր համար ինքը ուսուցիչ չի բայց Սուրբ Գյուրեղ Հռոմեացի առաջ ինքը եւ Իգնատիոս Անտիոքոս Գյուրեղ ունենք Երուսաղեմացի Ալեքսանդրացի հա այս մեկը ինքը բան չի 12-ի մեջ բայց այսինքն այն մարդիկ են Իգնատիոս Անտիոքացի Հուստինոս Վկա այսինքն նահատակ որոնք առաջի դարի ու երկրորդ դարի այսինքն 90-ականներից մինչև 100-ականների կես ապրած մարդիկ են անմիջապես աշակերտներն են առաքյալների հենց առաջի աշակերտները եւ նույնիսկ եթե ընթերցենք Իգնատիոսի նամակները իր նամակները Պողոսի նման են գրված ուղղված գաղատացիներին հռոմեացի այսինքն այդ ոչն է դեռ այդքան հին են իրանք որը ոչ էր փաստորեն այս մարդկանց առաջից հայրերի այսինքն առաջից քրիստոնեական գրականության մեջ Սուրբ գրքի հետ մեկտեղ արդեն երրորդություն առկա է մանրակրկիտ խոսում մեկնում են երրորդության մասին եւ հիմա մենք ժամանակ չունենք բայց այդ բոլոր հայրերը առաջի հայրերից սկսած որոնք որ քրիստոնյա գրողներ են միջև վերջ երրորդություն առկա է ներկա է ու երբ որ սկսում ես իրենց ընթերցել արդեն սկսում է կոմպլիմենտարի լրացնել այն ինչ որ իրական Աստվածաշունչը ուզում էր քեզ ասել ու որը որ աղանդավորը շեղել է բայց ճշմարիտ ուսուցիչը քեզ բացատրում ու հետապեմ ինչպես որ ասացի Նեստորի պարագային Նեստորն էլ 4-րդ դարը շատ նոր չի 4-5-րդ դարը բայց ինչ անում իրան որ լսես կարաս շեղվես ու գնաս կամ Արիոսին որ լսես կարաս շեղվես ու գնաս ինչ ուժեղ են եղել բայց այսօր եւ հիմա պիտի խոսենք մյուս թեման եւ արիոսականություն եւ նեստորականություն շատ հստակ են բողոքականության մեջ շատ հստակ են ոչ արկա են այսինքն այո իրենց ուսումն այդտեղ է եւ մենք էդի խոսենք նա ինչ ասում նա ու ինչ ասում այսօր բողոքականությունը նոր բողոքականություն ու այսինքն այդ բոլոր աղանդավորների մտայնության մի հատ համախուռ վիճակ է դարձել գաղափարական ուսմունքային առումով եմ ես ուզում եմ սա շեշտել սկզբից Նեստորին չեն ընդունել հանել են դուրս բայց ինքը ինչ որ կերպ մտել է ինքը մտել է իր ընկերոջ միջոցով Թեոդորետ Կյուրենացու միջոցով այդ մասին խոսենք ինչպես գնաց Հռոմի պապին համոզեց ինչպես Հռոմի պապից Հռոմի պապինա չէ ուղեղը լվացել այո Լևոն պապին որ այսօրվա պապի անունն է Լևոն գնաց իրան դիմեց Լևոն պապի թուղթը վերցրեց նամակ
որ մենք հայերենով տոմար ենք կոչում, ինչպես մտավ, ինչպես իրան սկզբից մերժեցին, հետո թղթի միջոցով Աստուն ինքը նամակով գալիս է, ասում է ինձ ընդունել է Հռոմի պապը, չէ՞։ այո, Ես դի մասնակցեմ, հա։ ես դի մասնակցեմ եւ ես ասելիք ունեմ։ Եվ ես ասելիք ունեմ ու սկսում աղանդից խոսալ Աստուն։ Եվ այդ թղթի մեջ, որը ինքն է նաեւ իրար հետ են գրել, սկսում է այդ թուղթը, որ մաքուր նեստորականություն մի քիչ փոխված, սկսում է այդ թղթով փոփոխել ամբողջ ժողովի ընթացքը։ Դա կհասնենք եւ դա շատ է եղել։ Միշտ Քրիստոս ասում։ Մենք մեջը չենք եղել։ Այո, զգուշ լինենք կեղծ մարգարեներից, զգուշ լինենք կեղծ ուսուցիչներից, զգուշ լինենք կեղծ Քրիստոսներից, որոնք պիտի գան։ Եվ այդ զգուշողությունն է, որ մեզ պահել է, որ մենք ունենք ու երբեք չենք թույլ տվել, որ ավելորդ բան մտնի ու մեզ շեղի։ Բայց այսօր մեր նույն հայ մարդը առանց իմանալու այս ամենը շեղվում է եւ ավելի ցավալին է, որ սկսում է քարկցել մեր վրա, որը որ պահել է այդ մաքրությունը։ Աստուն Եհովայի վկաները մեծ վկա են մեզ համար, որ չեն ընդունում Սուրբ Երրորդությունը։ Սուրբ Երրորդությունից բացի Քրիստոսաբանությունն էլ չեն ընդունում, եւ արիոսականության հարցն է, եւ նեստորականության հարցն է, եւ Սավիլոս։ Նույնիսկ աղանդավորներին չեն ընդունում։ Աղանդը ինձ թվում է Եհովայի։ Աղանդի ծայրահեղ դրսևորումն է, նույն աղանդն է, նույն բողոքականությունից սկիզբ առած է, բայց ավելի ծայրահեղ մտա։ Ավելի ծայրահեղ։ Մեկը մի քիչ ավելի շատ է շեղվել, որ խոսում եմ իրանց հետ, ասում եմ ախր Քրիստոս, ասում եմ որտեղ է գրած որ Քրիստոս Աստված է, ոչ միտեղ չկա, որ ինքը բերանացի ասի ես Աստված եմ։ տեղեր կան։ Ասում եթե ինքը ասում է ես եմ, որ եմ, այդ ի՞նչ է նշանակում, ես Աստված եմ, չէ ինքը ուզում է բառացի այդ նախադասությունը որ լինի։ Ես Աստված եմ, այդ նախադասությունն է ուզում։ Դա կա անի ջան, 30-ից ավել համար կա։ Եվ եթե կուզեն այդ մարդիկ, ես կարող եմ ձեզ փոխանցել, դուք էլ իրենց տվեք։ Որտեղ տեղեր կա, որտեղ Քրիստոսին ավետարանը Աստվածաշունչ Մատյանը ներկայացնում է իբրև ճշմարիտ Աստված։ Բազում տեղեր կա, բայց քանի որ իրանք ոնց է այդ բառը, տառակերությամբ մոտ կա, ասում է ինձ այդ արտահայտությունը կոնկրետ։ Այո, հենց այդ արտահայտությունն է։ Մեզ թվում չկա, 30-ի չափ տեղեր կան, եւ ես դրան կարող եմ ուղարկել։ Որ Քրիստոս ասում է ես Աստված եմ։ Քրիստոս ասում է ես Աստված եմ բացի եւ վկայությունները կան, հենց ամբողջ Աստվածաշնչային։ Այո։ Ես Աստվածեմից բացի, ես եմ որ են նույն ես Աստված εμն է։ Այդ իրանք չեն ընդունում։ Չէ, Աստված ասեց ես եմ որ է։ Ուրեմն իրանք ասում են։ Ինքը ասում է էդի ես եմ որ է, էդի ես Աստված եմ։ եմ։ Ուրեմն Աստված նշանակեց, որ երբ որ Աստուն հարցեցին, կամ ինքը խաբեց, կամ Աստված խաբեց, որ ասեց իմ անունը ես եմ որ է։ Տեսեք, Հիսուս չի ասում ես Աստված եմ, բայց ասում է ես ու Հայրը մեկ ենք։ Ոնց որ նախադասությունը բացի, այդ նախադասությունը ես Աստված եմ, ավելի բացում է, չէ, սրանք ասում են թո ես ուզում եմ տենամ, Հետո բացի դրանից, չէ որ առաքյալներն են խոսում, որ Քրիստոս Աստված է։ Չէ որ իրենք Աստվածաշունչը ընդունում են ամբողջությամբ։ Տեսնում են, ասում են Աստված, Հիսուս չի ասում, չէ, մի ասա որ ես Աստված եմ։ Առաքյալը Թովմաս ասում է Տերիմ եւ Աստվածին։ Ու Հիսուս չի ասում 30-ից ավել համար կա անիջան Աստվածաշունչ Մատյանում, որը որ ընդունվում է իրենց կողմից, որ հստակ խոսում է Քրիստոսի աստվածության մասին։ Այնպես որ անկեղծ պիտի լինենք, բայց հարցը միշտ էս է։ Ժամանակին ես շատ էի բանավիճում, հետո հասկացա, որ միշտ ասում եմ, իմաստ չունի բանավիճել այն մարդու հետ, ով պատրաստ չի ընդունել։ Ավելորդ ժամանակ չես դնում, որովհետև նմանվում է Սերմնացանի առակի այն պահի հետ, երբ որ դու սերմը գցում ես ճանապարհի եզրին եւ թռչունը գալիս ու այն վերցնում է։ Ջանքդ ափսոս է, եթե ճանապարհի եզր է, ջանքդ ափսոս է։ Քեզ ցավալիորեն անընդհատ ինչքան էլ ուզում ես դու նետի ճանապարհի եզրին, ինքը տեղ չի ասնելու, որովհետեւ անընդհատ թռչունը գալու է ուտի։ Ու այստեղ է պարագան, որ հասկանանք, մենք էլ զգուշ լինենք, որ ճանապարհի եզր չդառնանք, որ երբ որ մեզ էլ ասեն, մենք էլ ամեն ինչ չմերժենք։ Իսկ դրա համար միշտ փորձում եմ մարդկայնորեն նայել, հասկանալ, վերլուծել, ընթերցել, միգուցե մարդն բաց լինել։ Իհարկե, դեղ է գաղտնիքը։ Շատ լավ, հրաշալի թեմա Սուրբ Երրորդության մասին, լիքը կոմենտներ գրեցին, մարդիկ շատ շնորհակալ էին եւ արտահայտվում էին ու ասում էին, որ ժամերով կարող են լսել
մեր լայվերը Հայկ Մադոյանի ժամերով կարող են լսել, որովհետև ուղղափառ ճիշտ ուսմունքի մասն է խոսքը, որի հետ ես լրիվ համաձայն եմ։ Շատ շնորհակալ եմ, սիրելի Հայկ Մադոյան ջան, որ ամեն շաբաթ տրամադրում եք ձեր ժամանակը, գիտեմ թեմաները մշակում եք նախորոք, որպեսզի այնքան մեծ պատասխանատվությամբ եք մոտենում, որտեղ սա Աստծո խոսք է, եւ պատրաստվում եք եւ կիսվում եք մեզ համար այս հրաշալի Աստված ճանաչողության ինֆորմացիայով, եթե կարելի է այսպես ասել, Աստված ձեզ օրհնի։ Շատ շնորհակալ եմ մեր Instagram-յան հետևորդներից, ովքեր մասնակցում են ամեն շաբաթ հավատարիմ կերպով, ովքեր նոր են եկել, բարի գալուստ, համեցեք ամեն շաբաթ խոսում ենք առավոտյան Հայկ Մադոյանի հետ, սիրում ենք ձեզ շատ եւ Աստված թող օրհնի բոլորին, մեր հայ ժողովրդին եւ ողջ աշխարհին, ամեն։ Ամեն։ Շնորհակալություն ձեզանից, նորից ծնունդն էլ շնորհավոր ձեր Անի ջան, Շնորհակալություն։ Մերսի, շատ շնորհակալ եմ։ Ամեն։ Հաջողություն կտեսնվենք մյուս շաբաթ Աստվածն առաջ։ Ամեն։